Արևցես։ Այսօր փաստորեն հանրապետական ընտրություն անուն ինչի քվեարկեցիք եւ ինչպիսի ընտրություններ են այս բանը ինչպիսի ահազանգեր կան, քանի որ ընդդիմությունը արդեն ահազանգում է ձերբակալվածների եւ այլնի մասին ինչ կասեք, ընդհանուր լարվածություն կա, նկատվում է։ Չեմ կարծում, որ լարվածություն կա, քաղաքը հանգիստ է, մարզը ընդհանուր կապի մեջ են բոլորի հետ հանգիստ է, իսկ ընտրություն կատարել են բնականաբար հանուն խաղաղության, հանուն ինքնիշխանության Հայաստանի Հանրապետության եւ մեր երեխեքի ապագայի։ Իրավիճակը հանգիստ է, ակտիվություն ենք նկատում մեր քաղաքացիների կողմից, հետ շատ լավ է, քաղաքացիները իրենց քաղաքացիական պարտն են կատարում եւ գալիս են ընդդատեղամասեր ընտրություններին մասնակցել։ Քանի որ արդեն այսօր է բան արժանի տվյալներ ունեք, թե մոտավորապես քանի քաղաքացի մասնակցել են։ Հստակ տվյալներ չեմ կարող ասել, դեռ չի հրապարակել կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց ակտիվությունը շատ է։ Պարոն Արուշանյան, ինչպես եք գնահատում ձեր թիմի շանսերը Գյումրիում, հաշվառելով, որ երկու անգամ պարտվել է Գյումրիում ձեր քաղաքական թիմը եւ արդյոք ցես տեսնում եք ընդդիմադիրի կեցվածքում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթելու է այս ընտրություններում, դրա մեջ վստահ եմ, այդ վստահությունը ինձ տվել է այս մոտ մեկ ամիսը, երբ որ շփվել եմ մեր քաղաքացիների հետ։ Մեկ ամիս մենք անընդմեջ շփվել ենք գյուղերում, քաղաքներում, Գյումրիում, Մարտիկում, Մարալուկում, բոլոր մեր քաղաքացիների հետ ու այդ վստահությունը ինձ տվել են մեր քաղաքացիները, որ համոզված լինեն, որ մենք հաղթել ենք ընտրություններում, իսկ Գյումրիում ձեր նշած պարտությունը չեմ կարծում, որ 18000 հավաքած ուժը, որի նախորդը ընդամենը կեսն է հավաքել, պարտված ուժ կարելի է համարել։ Ինչքան ձայն կհավաքեք օրինակ, Գյումրիից քանի ճակատագրի կցես։ Չեմ կարող ասել, որտեղ ամեն դեպքում ոչ Նաստրադամուսն եմ, ոչ էլ այն ժամանակի մեքենան ունեի, որ ամսի 8 գնամ հետ կամ, որ կարողանամ մի հստակ ասել, թե մենք Գյումրիում քանի ձայն ենք տանում, տանենք հենց այնքան, ինչքան քաղաքացիները մեզ ձայն կտան։ Այսինքն իրավիճակը հանգիստ եք դուք գնահատում, լարվածություն եւ այլն չեք։ Այո, իրավիճակը ինչի պիտի լարվածություն լիներ, մի քաղաքի մեջ ենք ապրում, ես արդեն տարուկես եմ մարզվել եմ ու երկու ընտրությունների միջով ենք անցել, հորդորել եմ բոլորին, որովհետեւ այս ընտրությունները չդառնան եւս մեկ ընտրություններ, որ քաղաքի մեջ անախորժություններ լինեն, քաղաքի մեջ ջահելներն իրար դեմ լինեն ու դա ունեցել ենք այդ փորձերը, լավ գիտենք, ընտրությունները վստահ են, որ այդ առիթը չէ, որ մարդիկ իրար հետ թշնամանան։ Ընտրություններ են, ամեն մեկս մեր ընտրությունն ունենք, մեր պատկերացումներն ունենք, մեր ընտրությունը այսօր անում ենք ու դրանից հետո շարունակել ենք բոլորով այս քաղաքի մեջ ապրել։ Այնպես որ հաստատ ինքն մեծ պատճառը չի, որի համար քաղաքում կարելի է թշնամության մթնոլորտ ձևավորել։ Պարոն Արուշանյան, ինչով է պայմանավորված, որ այս ընտրությունները քաղաքական ուժերը համարում են ճակատագրական եւ առավել կարևոր ընտրություններ նախորդների համեմատ։ Որովհետեւ ես ինքս եմ համարում, որովհետեւ այս ընտրություն նախկին ընտրությունները անձերի միջև են եղել, այս ընտրությունները գաղափարների միջև են, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ պատկերացումների միջև են, դրա համար համարում եմ, որ այս ընտրությունները շատ կարևոր են մեր հայ ազգի համար, Հայաստանի Հանրապետության բնակիչների համար, մանավանդ վերջի ժամանակները տեսնում ենք այն ցավոտ վիդեոները, որ հայ ազգի տարբեր ներկայացուցիչներ գալիս են Հայաստան ու իրանց ընդհանրապես չի դարձնում ինչը լինելու հետո մարդիկ արտահայտվում են նույնիսկ մարդիկ կան, որոնք շատ արագ իրենց երեխեքին ստեղից հետ են տանելու, որտեղ կարող է ինչ-որ բաներ են, վստահեցնել որ ոչ մի բան չի կարող լինել ու մեր երեխեքն են ստեղ ապրում ու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը որևէ ձևով սակարկելի չի, որևէ մեկը չի կարող գալ Հայաստան որոշել թե իմ երեխան ինչ Հայաստանում է ապրել։
իրանք իրանց տակ տեղերը նստել են, գալիս են ստեղ, չեն էլ թաքցնում, արդայտվում են, որ էլ եմ ասում, տանապես չի դաշտում, թե իմ երեխան ստեղ ոնց է ապրել։ Իսկ տվյալներ ունեք Շիրակի մարզ Ռուսաստանից կամ այլ երկրներից հատուկ ընտրության համար վերադարձողներ եղել են, թե Չեմ կարող ասել, չէ, դե բոլոր մարզերում էլ բնականաբար կլինեն, այնպես չէ, որ Շիրակը առանձնանում է այդ ուղղությամբ, բայց ես վստահ եմ, որ մեր շիրակցիների պատասխանատվությունը գյումրեցիների թասիբը միանշանակ կա, ու այդ խոպանեգազները մի թարս է տարել խոպանա 2-3 ամսով կամ 2-3 օրով խոպանեգազներին գյումրեցիները իրանց պատասխանը տալու են, որ մենք ենք որոշում։ Ոչ մի ժամանակ գյումրեցու տեղը որևիցե մեկը չի կարողացել որոշի, թե ինքը ինչ կյանքով է ապրել։ Ու վստահ եմ, որ հիմի էլ գյումրեցիները որ իրենք են որոշելու, թե ինչ Հայաստանի Հանրապետությունում են ապրելու, Շիրակի մարզը ինքն է որոշելու, ինչ Հայաստանի Հանրապետությունում է ապրելու։ Մեր թասիբը բնականաբար իր խոսքը կա։ Եվ առավել ակտիվություն ձեր կարծիքով գյուղական բնակավայրերում է ցուցաբերում, թե Գյումրի քաղաքում։ Չեմ կարող ասել, բոլոր տեղերն էլ ակտիվություն կա, թվերը դեռ չեմ ամփոփել, դուրս եմ եկել կենտրոնական շտաբից, որ գնամ թվերը կամփոփեմ, կհասկանամ, թե ժամը 11-ի դրությամբ ինչ պատկեր ունենք, բայց շատ լավ է, ընդհանուր ակտիվություն կա։